Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Արուշանյան, ընտրություններից առաջ 26-ի, երբ ըստ փորձագետների գործող իշխանությունը ամեն կերպ փորձում է չեզոքացնել ընդդիմադիր պատգամավորներին, Գյումրի, հետո Մասիսի քաղաքապետ, կարծում եք, որ համայնքապետերին, այսպես ղեկավարներին չեզոքացնելով բնակչության մոտ ՔՊ-ի նկատմամբ վստահությունը ավելանալու է եւ այդ մարդիկ, ովքեր օրինակ Դավիթ Համբարձումյանն են ընտրել կամ Վարդան Ղուկասյանն են ընտրել, 26-ի ընտրություններին ձեզ են ընտրելու։ Եվ արդյոք դա չի արվում, որպեսզի վարչական ռեսուրսի հաշվին փորձեք, այսպես ասած, ձայներ կորզել։ Իրավապահ համակարգը գործում է ոչ նախընտրական սկզբունքներով, մոդեցումներով, իրավապահ համակարգը անում է իր աշխատանքը, իր համար մեկ է թե նախընտրական պրոցեսների վրա ինչքան է դա ազդելու կամ ընտրությունների վրա ինչքան է ազդելու, եթե որևէ մեկ օրենք է խախտել, իրավապահ համակարգը պարտավոր է այդ խախտման հետևից գնալ, պարզաբանել, մեղավորներին պատժել։ Այստեղ մենք դուք երկու քաղաքապետի անուն եք տալիս, լավ թող դառնա 3-4, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, 1/3 ընդդիմադիր քաղաքապետեր են եւ քաղաքացիական պայմանագիրը որպես այդպիսի տարբեր քաղաքներում, տարբեր համայնքներում իշխանություն չունի։ Նույն Գյումրիում, նույն Շիրակի մարզում էլ մենք ունենք ընդդիմադիր Համասիա համայնքը, էլի քաղաքացիական պայմանագիրը չէ, պնդել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանությունները համայնքապետերի հետապնդում են, որովհետեւ դա հետ քաղաքական պրոցեսներում, ընտրություններում ձայներ կարողանան տանել, չի համապատասխանում իրականությունը։ Դե լուրերը Պարոն Ռուբինյանը այստեղ խորհրդանի անդոնից հնչեցրեց Դավիթ Համբարձումյանի անունը, որ տեսեք առաջինը ինքն է անդիմադիր է եւ նորմալ է եւ հաջորդ օրը դատարանը որոշում կայացրեց կալանավորելու։ Ձեր հարցով որ մնացածներին է Սյունիքել են հասնելու, այսպես ասած, եւ փորձել են չեզոքացնել։ Այս ձեր դիտարկմամբ ես պետք է Համասիայի անունը չտայի, որովհետեւ մի հաջորդ տիգին Ջեմանա լինելու, դրա համար չեմ ցանկանում, բայց չեմ էլ ուզում շարունակեմ անուններ տալ, որ հետո մեկնաբանեք, որ պարոն Ռուբինյանը ազգային ժողովի փոխնախագահն է եւ ոնց որ ես իմի անուններ տվեցի, նույն ձևով պարոն Ռուբինյանն է անուններ տվել ու մեկնաբան, եթե ազգային ժողովի փոխնախագահան կարող է ամբիոնից անուն տալ ու իրավապահ համակարգը միանգամից գործ արձել, իդեպ գործը մի քանի տարի, ինչքան 7 տարի առաջվա գործ է, ուրեմն պարոն Ռուբինյանը կամ գուշակ է կամ լավ լիազորություններ ունի, որովհետեւ վստահ եմ, որ այդքան չունի։ Մեր իշխանության մեջ որևէ մեկը լիազորություն չունի իրավապահ համակարգի, դատական համակարգի վրա ազդեցություն ունենալու եւ ցանկություն էլ չունի, որովհետեւ հեղափոխությունը նաեւ դրա համար է եղել, որ իշխանությունները չկարողանան ազդեցություն ունենան իրավապահ համակարգի եւ դատական համակարգի վրա։ Պարոն Արուշանյան, մեկ է հարցնում։ Զոնքանչը Վարդան Ղուկասյանական էր, թե ԿՊԱ-ական ձեռքակալել են, ինչ տեղեկություններ ունեք։ Պարոն Սարուխանյանի Զոնքաջը քաղաքապետարանում աշխատել է, եթե չեմ սխալվում, 2019 թվականին, ես երբ որ փոխքաղաքապետ եմ եղել, իրար հետ ենք աշխատել, պարոն Սարուխանյանի Զոնքաջու, եկեք այստեղ պարոն Սարուխանյանի Զոնքաջ չֆիքսենք, որտեվ եթե չեմ սխալվում, Տիգին Վարդուի է անունը, եւ եկեք ֆիքսենք Տիգին Վարդուի, ոչ թե պարոն Սարուխանյանի Զոնքաջ, որտեվ մինչեւ Զոնքաջ լինելը երկար տարիներ ինքը Տիգին Վարդուին էր, ել եմ ասում, եթե չեմ սխալվում անունը, ինչ կապ ունի ում Զոնքաջն է, ում աներն է։ Ինքը 19 թվականից աշխատել է քաղաքապետարանում, եղել է քաղաքապետարանի աշխատակից, այդ պայն ներսում է եղել, ինչ որ գործողություններ է արել, որի մեջ չեմ էլ խորացել, որովհետև նաև իմ գործընկերն է եղել ինքը, իրավապահ համակարգը կպարզի հասկանանք ինչ է, այդտեղ նաև այլ կանայք կան, որոնց ցանկանում եմ շուտապույտ ազատում ու պարզաբանում, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև ամեն դեպքում կանայք են, իմ համար շատ մեծ խնդիր է, որ կանայք հայտնվում են նման իրավիճակում։ Պարոն Արուշանյան, Վարդան Ղուկասյանին եւ իր հարակից շրջանակի ներկայացուցիչներին կոնկրետ հանցագործությունների մեջ մեղադրանք է առաջադրված, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է պնդել 37 թիվ է, նա քաղբանտարկյալ է, Քախալասյաններ են, ես խնդրեմ ձեր մեկնաբանությունը այս հայտարարությունների վերաբերյալ։ 37 թվին չէ, 37 թիվ չէ, ես կասեմ 2012 թիվը կբերեմ օրինակ, 2012 թվականին Վարդան Ղուկասյանը ընդրված քաղաքապետ լինելով հրաժարականի թիմում գրեց դուրս եկավ,
2012 թվականին, եթե չեմ սխալվում, էլի եղավ քաղաքապետի ընտրություններ, որտեղ 10 տարի քաղաքը ղեկավարած անձին չթողեցին մասնակցել ընտրություններում, էլ չեմ նշում Վարդան Ղուկասյանի հանդեպ տեղի ունեցած մահափորձը, որին զոհ գնացին 4 մեր համակարգացիները եւ վիրավորվեցին ու կարելի ասել կեսմարտ տարան այն մարդիկ, որոնք մեքենայի մեջ եղել են, այդ թվում Վարդան Ղուկասյանը 37 թիվը 2025-ն է, թե 2012-ը, տարբեր իշխանությունների ժամանակահատվածում։ Մեր ժամանակահատվածում բոլոր ընդդիմադիր թեկնածուները հանգիստ լիազորություններ ունեն, իրանց լիազորություն սահմաններում, մասնակցում են ընտրություններին հաղթում են, միավորվում են իրար բոլոր ընդդիմադիրները, որևիցե մեկի հետ, որևիցե խնդիր չի, 37 թվի պարագայում ասեցի ոչ թե 37, այլ 12 թիվը կլիներ ու որևիցե մեկը բացի մեզանից չէին մասնակցի ընտրություններին։ Հիմա մենք մեզ մեղադրում են ոչ ժողովրդավարության մեջ, երբ որ մեր համայնքի ղեկավարների 1/3, եթե չեմ սխալվում, ընդդիմադիրներ են։ Եղել է նախկինում երբևիցե նման բան, չեմ կարծում, որ եղել է, ես չեմ մտաբերում։